Վարչապետի աշխատակազմից լրատվամիջոցներին զգուշացնում են, ինքնակարգավորվեք, հակառակ դեպքում հանրության պահանջով ձեզնով իշխանությունը կզբաղվի։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է Facebook-ով դիմել լրատվամիջոցներին։ Եթե իշխանությունը ձեռնարկի այդպիսի քայլեր, ապա դա կլինի սահմանափակում հենց այն լրատվամիջոցների, որոնք իրենց դուր չեն գալիս։ Ես կարծում եմ ամեն ինչ շատ թափանցիկ է եւ այստեղ առանձնապես մեկնաբանելու եւ վիճելու բան չկա։ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին մի գրառում է արել մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, թե մամուլի ազատության հարցում Հայաստանը առաջ է Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից ու Թուրքիայից։ Ժամեր անց Հարությունյանը երկրորդ ստատուսն է գրել, թե հանրությունը արձանագրել է, որ պետությունը աննախադեպ ազատություն է ապահովում, եւ այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն ու սադրանք։ Մենք շարունակելու ենք ամենաժողովրդավար պետությունների փորձի ներդրումը, բայց ձեր կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական, այլապես հանրությունը ստիպելու է իշխանություններին կարգավորման լուրջ գործիքներ կիրառել, որը դուք կորակեք որպես խոսքի ազատության սահմանափակում։ Իհարկե կորակենք, ել ինչպես պետք է որակենք, եթե նրանք ասում են, որ բազմաթիվ աշխատավորների պահանջով նրանք հիմա մեզ կարգավորելու են, գործիքներ են կիրառելու եւ այլն, ապա դա նշանակում է խոսքի ազատության սահմանափակում, ուրիշ ձևի չի կարելի։ Ով է այդ հանրությունը, որի պահանջով էլ ուզում է գործի անցնել կառավարությունը, ինչպես է այդ պահանջը ներկայացվել, սոցհարցումներ են արել, հարցնում է Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։ Վարչապետի կաբինետի պաշտոնյայի գրառումը երկարամյա խմբագրի գնահատմամբ մամուլի ազատության դեմ է։ Եվ ամենակարևոր հարցը, ինչպես են նրանք պատրաստվում մեզ կարգավորել, որովհետև անկացած կարգավորում նշանակում է, որ կարգավորվելու են, դա ներկայացվում է որպես, ինչպես առաջ էին ասում, աշխատավորների բազմաթիվ խնդրանքներով, այդպես է ներկայացվում։ Եվ ցանկացած կարգավորում, որը իրականացնում է իշխանությունը, իրանից ներկայացնում է սահմանափակում այն լրատվամիջոցների, որոնք անկախ են, որոնք իրենց տեսակետն են հայտնում եւ այդ տեսակետը դուր չի գալիս իշխանություններին եւ չեն սահմանափակվում այն լրատվամիջոցները, որոնք սատարում են իշխանությունների կամ կատարում են նրանց քարոզչությունը։ Արայիկ Հարությունյանը կոչ է արել միասին աշխատել իրավիճակը շտկելու համար։ Վարչապետի աշխատակազմի նորաբաց մասնակցային ու բաց կառավարման վարչությունը պատրաստ է քննարկել այդ հարցերը։ Լրատվամիջոցների թողարկումների բովանդակության հետ ինչ կապ ունի այս վարչությունը, ինչ է անելու։ Ազատության այս հարցերին կառավարությունից դեռ չեն արձագանքել։ Կառավարության աշխատակազմ, դու բոլորովին այլ գործառույթներ ունես, աշխատակազմի ղեկավար։ Քո գործը չի լրատվամիջոցներին կարգավորելը, կառավարելը, սահմանափակելը կամ չգիտեմ ինչ անելը։ Դա չի մտնում քո պարտականությունների մեջ։ Եվ մենք չենք պատրաստվում հանդուրժել, որ Արայիկ Հարությունյանները գան ու այս երկրում մի քանի ձեռքբերում գոյություն ունի, այդ խոսքի ազատությունը դրանցից մեկն է, գա ու տրորի այդ խոսքի ազատությունը։ Հրապարակ թերթի խմբագիր Արմինե Օհանյանի համոզմամբ Արայիկ Հարությունյանն այս գրառմամբ փորձում է վախեցնել այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որ իշխանության քիմքով չեն առաջնորդվում, քննադատում են կառավարությանն ու կոռուպցիան բացահայտում։ Սահմանափակել, վախեցնել, հետո գիտեք ինչ, այդքան չեն կարող կարգավորել, կառավարել, որքան վախն է շնչել լրագրողներին, խմբագիրներին, որ այդ ինքնագրած քննիչը սկսի աշխատել։ Մամուլի ազատությունը իշխանությունը, պետությունը չեն շնորհում, լրագրողներն են տարիների աշխատանքով նվաճում, պայքարելով ու իշխանության ճնշումներին դիմադրելով։ Մամուլի ազատության առաջընթացով հպարտացող Արայիկ Հարությունյանին հակադարձում է Արմինե Օհանյանը, որ լրագրող ու խմբագիր է եղել անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք։ Իբան մոռանում են, որ այդ խոսքի ազատությունը իրենցով չի պայմանավորված։ Դա մեր գործունեությամբ, մեր ջանքերով, մեր առապանքների շնորհիվ է ձեռք բերվել Հայաստանում, մեր լրագրողների, որ 30 եւ ավելի տարիներ անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով եւ կարողացել ենք ամրապնդենք մեր դիրքերը, մեր ազատ խոսելու, ազատ արտահայտվելու իրավունքը հաստատել ենք, այսպես ասած։ Որևէ իշխանություն, ոչ միայն այս իշխանությունը, այլև նախորդ իշխանությունները կամ որևէ այլ երկրի իշխանություն բարի կամքով ոչ մի ազատություն չի տալիս։ Դա լինում է մեխանիզմներով, իհարկե օրենսդրական մեխանիզմներով, որոնց հասնում է հանրությանը եւ դա լինում է լրագրողների աշխատանքով։ Ուղղակի տարօրինակ է, թե ինչպես 2018-ից առաջ ազատ, լայնախոհ, մամուլում աշխատող, խոսքի ազատությունը գնահատող մարդիկ, ինչպիսի
մեծ արագությամբ վերածվեցին խոսքի ազատությունը ատող, լրագրողներին ատող իշխանականների։ Արայիկ Հարությունյանի դժգոհության հասցեատերերը բոլոր լրագրողներն են, նրա խոսքերից ստացվում է Հայաստանում բոլորն են սադրանքով ու սանձարձակությամբ զբաղված, սա անբարեխիղճ մոտեցում է, ասում է Արամ Աբրահամյանը։ Ինքնակարգավորում բառը ինձ թվում է պարոն Հարությունյանը եւ ընդհանրապես մեր իշխանությունը լավ չեն հասկանում։ Ինքնակարգավորումը կապ չունի իշխանության պատկերացրած գործիքների հետ, տասնյակ տարիների փորձով խմբագրի։ Արամ Աբրահամյանի մեկնաբանմամբ այդ ինքնակարգավորումը լրատվական դաշտի գործն է, պրոֆեսիոնալ էթիկայի կանոններին կամավոր հետևել է։